Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մենք ապրում ենք շատ ունիկալ երկրում։ Հայաստանը այն երկիրն է, որտեղ ընդդիմադիր առաջնորդը կալանքի տակ է։ Հայաստանը այն երկիրն է, որտեղ ընդդիմադիր առաջնորդին թույլ չի տրվում անգամ ուղերձով դիմել իր ժողովրդին։ Վիդեո ուղերձով։ Երեկվանից մենք սպասում ենք դատախազության պատասխանին։ Եվ դեռ չունենք գրավոր պատասխան, որ Սամվել Կարապետյանը իրավունք ունի ուղերձով դիմել իր ժողովրդին։ Անգամ դա էլ, չնայած որ Փաշինյանը ամբողջ օրը գիշեր ու զօր եթերներում է, անգամ դրանից հետո էլ վստահ չլինելով հաղթանակի վրա, վստահ լինելով որ փոփոխությունները ոնց որ գալիս, Փաշինյանը 3 նոր տարբերակ է մտածել, թե ինչպես սահմանափակի մեր ուժը, ժողովրդի փոփոխության ուժը։ Գիտեք ինչ է մտածել, որ քվեաթերթիկից հանվի Սամվել Կարապետյանի անունը, որ ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը այսուհետ կոչվի ուժեղ Հայաստան դաշինք։ Սամվել Կարապետյանի անունից մարդու խոսքից վախենում է, անունից վախենում է, նկարների դեմ պայքարում է, բայց անգամ դրանով տեսնում է, որ մարդիկ փոփոխություններ ցանկացող մարդկանց թիվը աճում է, որ մարդիկ տեսնում են տարածաշրջանում, տեսնում են շատ երկրներ ինչպես են զարգանում, եւ տեսնում են, որ մենք նույն թմբիրի մեջ ենք։ Սիրելի հայրենակիցներ, ինչ էլ անեն, մենք գիտենք, որ մեր երկիրը, սա մեր երկրի նշաձուղը չի։ Սա այն չի, ինչ մենք ուզում ենք մեր համար ու մեր ապագայի համար։ Մեզ բարձր նշաձուղով երկիր է պետք, զարգացած լուրջ երկիր է պետք։ Եվ սենց չարքաշ, խեղճ երկիր ունենալու համար հայերը պատրաստ չեն դրա համար փոփոխություն են ուզում։ Ինչ էլ սահմանափակեն, փոփոխությունը գալու է։ Եվ գալու է բոլորովս, որովհետև այդ փոփոխությունը ուզում է հայ ժողովուրդը, իսկ դրա պատասխանատվությունը մենք բոլորս վերցրել ենք մեր վրա։ Ամեն ինչի մեջով կանցնենք, բայց կապավենք հայ ժողովրդի նվիրական ցանկությունը, փոփոխությունները եւ ուժեղ երկրում ապրելու իրավունքը։